Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան բոլոր քաղաքացիների վրա։ Փոփոխությունների մի մասն էլ ուժի մեջ կմտնի տարվա ընթացքում։ Դրանք առնչվում են սոցիալական, առողջապահական ու այլ ոլորտների։ Factor TV-ն պատմում է, ինչ կփոխվի ձեր կյանքում նոր կանոնակարգումների արդյունքում։ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն դառնում է 1.5 տարի։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Հունվարի 1-ից 1.600.000 մարդ կունենա առողջության համապարփակ ապահովագրություն։ Պետությունն ամբողջությամբ կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, սոցիալապես աջակցության համակարգում ներառված անձանց, այդ թվում զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարը։ 200.001 դրամից մինչև 500.000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է։ Զինապահ հիմնադրամից հատկացվող 5.500 դրամից 4.500 դրամն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին։ 6.000 դրամը տալու է պետությունը, արդյունքում այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ։ Ապահովագրության փաթեթն այս խմբերի համար լինելու է տարեկան 129.600 դրամ, ամսական 10.800 դրամ։ Հրապարակված է նաև ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում ծնողները 500.000 դրամ միանվագ նպաստ կստանան։ Ընդ որում դա կախված չի լինի ընտանիքում երեխաների թվից։ Ներկայումս առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300.000 դրամ, երրորդ եւ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում 1.5 միլիոն դրամ։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար գործող 12%-ի փոխարեն։ Իսկ ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Հունվարի 1-ից արքա քարտ ունեցող անձինք էլ անկանխիկ առևտուրից 2%-ի չափով հետվճար կստանան։ Վիզա եւ մաստեր քարտերը համակարգում ներառելու բանակցություններ են ընթանում։ Նոր համակարգը պիլոտային է, կգործի մինչև 2027 թվականի հունվարը։ Աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն այսուհետ իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորումը կատարվելու է պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Նորություն կա ինքնակամ կառույցներ ունեցողների համար։ Այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել եւ օրինականացնել իրենց շինությունները, հնարավորություն ունեն դա անել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Էլեկտրամոբիլներ ներմուծողներն այսօրվանից դարձյալ արտոնություն ունեն։ 2026-ի ընթացքում առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետություն կարող է ներկրվել 15.000 էլեկտրամոբիլ, այդ թվում հիբրիդային։ Քվոտան վերաբերում է 2024, 2025 եւ 2026 թվականների արտադրության մեքենաներին։ Այս տարվանից թե պետական, թե մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվ է ներդրվել։ Յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է համապատասխանեցնի իր ճաշացանկը չափորոշչին։ Նվազեցվում է օգտագործվող աղի, շաքարի միջին օրաբաժինները, թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, ներառյալ հյութեր, կակաո եւ այլն։ Գազավորված ըմպելիքներն արգելված են եղել, նոր փոփոխությամբ եւս արգելված են։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող միգրանտներին պետությունը 60% եկամտային հարկի վերադարձ կտրամադրի։ Կարգավորումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից եւ կգործի մինչեւ 2031 թվականը։ Այսուհետ բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների դեպքում ահազանգելու համար կարող եք օգտագործել միասնական 112 հեռախոսահամարը։ Նոր հարթակը կմիավորի մինչ այս առանձին աշխատող ահազանգման համարները 102, 911 եւ 101։ Այս համարները դեռևս կշարունակեն զուգահեռ գործել։ Հունվարի 1-ից մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան առնվազն 10 որակավորված թիկնապահ 1-ի փոխարեն, իսկ լիցենզիաները համապատասխանեցվեն նոր օրենքի պահանջներին։ Եթե կազմակերպությունը չկատարի օրենքի պահանջները, ներքին գործերի նախարարությունը կդադարեցնի լիցենզիան։